Ազգային ժողովի հերթական նիստը սկսվեց իշխանական պատգամավորների սուր ելույթներով, որտեղ վերջիններս անդրադարձան 3 ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիր թևի իշխանության հասցեին հնչեցրած տարբեր քննադատություններին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն ընդդիմադիր գործընկերներին նախ հիշեցրին քաղաքական ոչ վաղ անցյալը, այդ ժամանակահատվածում թույլ տված ապօրինությունները, ապա խորհուրդ տվեցին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց առաջ իրենց մեջ վերլուծել սեփական գործունեությունն ու վարքագիծը, թույլ տված բազում սխալներն ու դրանց ծանր հետևանքները։ Ընդդիմության այս ամբողջ պատմությունը, որ նայում ենք, ինքը մի տեսակ թեմատիկ գլուխներ է հիշացնում, որտեղ ամեն անգամ մի բան է փորձարկվում, ավելի շուտ ոչ թե օրակարգ է փնտրվում, այլ գործիքակազմ է փնտրվում մի օրակարգ սպասարկելու համար։ Եթե հիշենք փողոցային օրակարգներ, ժեխներ, զոմբիներն էին, հետո դրանից հետո իմպիչմենտներ, հետո դրանից հետո մենք թուրք էինք, ադրբեջանցի էինք, հետո դրանից հետո ցեղասպանությունն էինք ուրանում, հետո դրանից հետո նորից իմպիչմենտն է, իսկ այս գլուխի վերնագիրներն է, որ իրանք ուզում են մեզ նույնականացնել իրենց նախկին ժամանակների հետ։ Մարտի 1-ն եք մեջբերում եւ հիշատակում միայն ձեզ հայտնի կոնտեքստում։ Ես այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես մարտի 1-ի արյունալի սպանդից 10 զոհերից բանակը ժողովրդի դեմ հանելուց հետո հրապարակվեց հրաշալի քառյակի լուսանկարը, գող, ինքնաբավ, անհասկանալի ժպիտները դեմքներին, շամպայնի բաժակները ձեռքներին, անհասկանալի էր թե ինչն էին տոնում եւ հայտարարեցիք, որ դուք կիսում եք մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը։ Բա որ դուք մեղավոր չէիք, դուք չգիտեիք թե ժողովրդի դեմ ինչ է գծագրվում, դուք այդ որոշումներին մասնակցություն չէիք ունեցել, բայց ինչ քաղաքական պատասխանատվություն էիք կիսում, Սերժ Սարգսյանի կողքին ինչու էիք կանգնել։ Բա որ այդքան շահագրգիռ էիք մարտի 1-ի դեպքերի բացահայտմամբ, կոալիցիայի մաս էիք կազմել, իշխանության մաս էիք կազմել, բա ինչու շահագրգիռ չեղաք այդ նույն ինտուզիազմով բացահայտելու այդ դեպքերը, թե 2-3 նախարարի պորտֆելը ավելի կարևոր էր, քան բզկտված Երևանը եւ Երևանի սրտում սպանված մեր 10 քաղաքացիները։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ դիմելով ընդդիմադիր գործընկերներին, ասաց, որ վերջիններիս հայտարարությունները, թե իբրև խստորեն հետևելու են կոռուպցիոն բացահայտումներին, արժանահավատ կլիներ, եթե Գեթ մեկ անգամ դուք պտտվեիք եւ այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը, նույն ինքը սիրելի առաջնորդի որդուն ասեիք. Փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռքբերող դառնալու արվեստը։ Ավելի ուշ պատգամավորները փոխադարձ մեղադրանքներից անցան փոխադարձ վիրավորանքների։ Իրավիճակն առավել սրվեց հատկապես Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխան ելույթում մանրակրկտորեն ներկայացրեց, թե մարդիկ ինչ են մտածում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը, որից հետո ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ։ Մեր տեղ դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Ասում եք թե մարդիկ ինչ են ասում։ Ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է, անունն էլ են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ
ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք դες բան չենք ասում ստեղից։ Չենք ասում դες բան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմա կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Հանգիստ։ Ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ բանը լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է բանը հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ից տեղի ունեցել երկրում, ասում է թռաշված չի։ Բանը ինչ-որ դեմքի հիստերիկ շարժումներով ու բանով ներվային հիստերիկ պահվածքով։ Հետ եք տեսել, մարտի 1-ին ասում է մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Այնուհետև Հակոբ Արշակյանը շարունակեց ելույթը։ Ղարաբաղը հանձնելուց են խոսում։ Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով։ Դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ զբաղացրել։ Մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի։ Երկիրը ո՞նց են դավաճանում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ։ Այդտենց են դավաճանում երկիր։ Դավաճանությունից եք խոսում։ Դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակահարելով, այդ գնդակահարումը արդարացնելով։ Իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում։ Ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում։ Լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես։ Հակոբ Արշակյանը զգուշացրեց ազգային ժողովի ամբիոնն ուժ ունի, եթե ընդդիմադիր գործընկերներն այդտեղից հարված են հասցնում, ուրեմն պետք է պատրաստ լինեն նաև հակահարված ստանալուն։ Եթե դուք մարդկանց անունից եք խոսում, այնց հակահարված կստանաք, ամբողջ կյանքդ նոկդաուններից ու նոկաուտներից դուրս չեք գա։ Մի արեք այդպես։ Եթե ուզում եք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսալ, եկեք նորմալ, հանգիստ քաղաքակիրթ խոսացեք, քաղաքակիրթ պատասխան կստանաք, նորմալ պատասխան կստանաք։ Կգաք թե թևեր կթափահարեք, գնահատականներ կտակ, երկրի վարչապետին բան կասեք, այնց հարված կստանաք։ Դուք չեք պատկերացնում ուղղակի, ոտերները տակներից հետ կփախչի։ Լսի Լևոն Քոչարյան, ուշադիր լսի, ականջները ձգի ու լսի։ Այդ որ գալիս է այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշ քշեցին, ինձ մեքենայի մեջ վայ քաշ քշեցին, թևերս ցաված եւ այլն։ Կգնաս հորդ կհարցնես այդ ո՞նց էր լնում, որ մարդկանց զուգանում ծեծում էին ու էլ զուգանից դուրս չէին գալի։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էին մարտի 1-ին դիմը հարկարակով մարդկանց սպանում փողոցներում։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ։ Կգնաս հորդ կհարցնես ո՞նց էր ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ։ Կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթում անդրադարձավ այն տեսանյութին, որտեղ տեսել էր, թե ինչպես է թիմակիցների թիկունքում ծպտված Լևոն Քոչարյանը հայհոյանքներ հնչեցնում։ Ասես ինչ ա եղես, ով ա նեղացրել Քոչարյանի երեխուն։ Եվ որոշեցի բացել հեռարձակումը, տեսնել ինչ ա կատարվել։ Բացեցի, տեսնեմ, որ պատանի Լևոն Քոչարյանը մոտեցել է ամբիոնին, սկսել է ելույթ ունենալ եւ ասել է, որ մարդիկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թուրք դավաճան է, ԿՊ-ն ասում են անհայրենիք դավաճաններ, ես իմ համբալնով ա, ես ինչ։ Այսինքն իր տրամաբանությամբ ասում է, կան մարդիկ, որոնք ձեր մասին ասում են այսպիսի բաներ։ Եվ տեսնում եմ, որ պատանի Քոչարյանը մի փրփրում է, ջղայնանում է, ջղաձգվում է, ամբողջ Հայաստան խմբակցությունը մոտենում է, շրջան է կազմում, իրականացնում է մի նոր կոլցո օպերացիա եւ պատանի Քոչարյանը սկսում է հայոյել։ Ըստ Ռուբինյանի, Լևոն Քոչարյանի այս ջղաձգումները հետևանք են իր հոր ապօրինի ձեռք բերված գույքերի վերաբերյալ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունների։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ-որ պարադներում
դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծա փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ, ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Մեկ էլ այստեղից Լևոն Քոչարյանը ազգային ժողովի փոխոսնակին ասում է դու ով ես։ Տղա ջան, ինքը ազգային ժողովի փոխոսնակն է, հարցը այդ պաշտոնի մեջ չէ, նախ ինքը Հակոբ Արշակյանն է, ով քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր այն ժամանակներում, երբ որ իր դեմ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կողում ու ինքը չի վախեցել։ Այդ պայքարից ինքը չի վախեցել ծեծվելուց, այդ ժամանակներում Հակոբ Արշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, այնքը այդ տղեն է։ Ուզում ես 500 կիլո պարկած ժիմ արա, եթե գնալու ես Արմենուի Գյուրեղյանի ու Աննա Գրիգորյանի թիկունքում պահկվես, դու հարամալնի տենց տղեն է, տենց պրեսն է, տենց ժիմն է, տենց ամեն ինչն էլ դե արյու միասը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների համար առնվազն պարզ ու հասկանալի էր, որ ընդդիմադիրներն ինչպես նախկինում, այս անգամ եւս սադրելուց հետո պիտի լքեին դահլիճը։ Մի դերասանի թատրոն տեսել եք, չէ՞ որ երկու դեր է մարդը տանում։ Ու ինքը տանում է մի դերասանի թատրոն, մի կողմից ասում է, ահ, քաշեցին, խփեցին, վերքերս, արա, այնտեղ ինձ խոշտանգում են, մի կողմից ուժեղ տղա է, էլ ասում է, ի, այդ ո՞ւմ ասիր համբալ, արա։ Ու սենց ես ուզում եմ հասկանալ վերջ որ դերի տակ է ինքը վերջացնելու։ Բայց այդտեղ այդ չի հարցը, էլի։ Նախ առաջին հերթին ինքը այդտեղից որ ելույթ է ունենում, մեր նյարդերը լարվում են։ Որովհետև իրա, երբ որ ինձ հարցնեն, թե ամենավատ բանը, որ հայրը որդու հանդեպ կարա անի, օրինակ, կարած բերես, հա կարան բերեմ, այդ Ռոբերտ Քոչարյանը իր որդու հանդեպ արը։ Երբ որ ուղարկել է այդտեղ, իր արած մեղքերը մաքրելու։ Ապորինի գույքի բռնագանձման թափանիվը անշրջելիորեն առաջ է գնում։ Որ այս մարդիկ չեն կարողանալու անկաշկանդ որոճալ իրենց թալանածը։ Թույլ չենք տալու անկաշկանդ որոճալ ձեր թալանածը, ձեր երազանքը չի իրականանալու։ Եվ հենց դրա համար, կորցնելով նաև վերջին հույսը սահմանադրական դատարանում, տեսնելով, որ արդեն դատարաններ են մտնում կոնկրետ հայցադիմումներ, հասկանալով, որ գնացքը արդեն գնում այս մարդիկ իրենց քարոզչական եւ ոչ միայն քարոզչական մարտա գլխիկներին ուղարկում են այստեղ ակտիվանալու եւ վերջին մարտը մղելու համար։ Բայց ես նորից եմ ասում, որ այս process-ը անդառնալի է։ Ինչպես նկատեց Կոնջորյանը, նախկինները ոտքի են ելել թալանածը պահպանելու համար վերջին կռիվը տալու։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։